Աղացած բաստուրմայի միսը մեկ օր պահեցինք սառցախցիկում, լավ սառել է, մենք մանրացրեցինք ավելի կուբիկները, ավելի ենք մանրացրել, հիմա կլցնենք կուտերի մեջ։ Մենք այստեղ ունենք 15 գրամ կերակրի աղ, լցնում ենք կուտերի մեջ, որ մանրացնենք։ Միսը մեզ մոտ 1 կիլոգրամ էր, ցածր պտույտով պտտում ենք։ Շատ լավ է։ Հիմա կլցնենք աղը։ Միսը արդեն հələ ինքը մանրացրել է, վերջնական կմանրացնենք։ Հավասար լցնում ենք աղը։ Աղացած բաստուրմայի ֆարշը խփեցինք, ահա, մանրացրել ենք լավ, ինքը լավ պնդանում է արդեն։ Մենք ունենք այստեղ թաղանթ, նախապես կապել ենք, թրջել ենք եւ ունենք սպրիչ, որով որ լցնելու ենք։ Հիմա լցնում ենք ֆարշը սպրիչի մեջ։ Շարունակում ենք լցնելը, լցրեցինք ամբողջ ֆարշը, 1 կիլոգրամ աղացած միսը լցրեցինք թաղանթի մեջ, հիմա այսպես մի հատ լավ մասաժ ենք անում, տրորում ենք, որ մեջի օդը դուրս գա, լցնում ենք աղ, ոնց որ սովորական միսը պատրաստելուց տաք աղ ենք լցնում, նույնն էլ այստեղ, տարբերություն չկա, հիմա ամենակարևորը, այս թաղանթին հիմա հեռացնում ենք։ Մենք թաղանթը օգտագործեցինք մեկ բանի համար, որ իր ֆորման մենք ստանանք, իր կլոր տեսքը ստանանք։ Այսպես մենք կթողնենք աղի մեջ 10 օր, ոնց որ թողում ենք բաստուրմայի միսը 10 օր, նույն ձև կթողենք աղացած բաստուրմայի միսը 10 օր աղի մեջ։ 10 օրից ինքը լավ պնդանա, նոր կլվանանք։